Վերջին տարիներին Հայաստանը այն քաղաքականության հետևանքով, որը վարվել է, գործնականում դարձել է օբյեկտ, Հայաստանը վերածվում է դեկորատիվ պետության։ Հարևան պետության պահանջով Հայաստանը փոխում է սահմանադրությունը։ Եվ հիմա արդեն մյուս բաղադրիչն է Ադրբեջանի համար դրված, հասնել դրան Հայաստանի Հանրապետություն իրավաքաղաքական միավորի լուծարում Հայաստանի որևէ նոր իշխանություն առավելագույնն է անելու, որպեսզի Փաշինյանի այդ կանխատեսումը չարդարանա կամ այդ շանտաժը չարդարանա, եւ պետք չէ բացառել եւ այն, որ Նիկոլ Փաշինյանը գուցե նաեւ դիտարկում է սցենար, երբ ինքը կթողնի իշխանությունը։ Ռեժիմը խոճապի մեջ է, հիշում եք, տասնամյակով Հայաստանի հետ ձևակերպում, այդ ծուղակները եւս պետք չէ ընկնել։ Որևէ մեկը թող չկասկածի, որ վաղը Նիկոլ Փաշինյանը նույն սառնասրտությամբ եւ օրինակ այդ մետրոյի հայտնի դրվագի նույն էմոցիոնալ խաղարկմամբ չի ասելու, որ սյունեցիները փախան, իսկ մենք Աշխարհաքաղաքական, թե սոսկ ներքին անվտանգային, թե սոցիալ-տնտեսական, գոյաբանական, թե ուղղակի հերթական։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր ինչ տեսակի ընտրություն է կատարելու Հայաստանի Հանրապետության քաղաքացին հունիսի 7-ին։ Եվ արդյոք իշխանության վերարտադրության դեպքում 0-ից նոր հանրապետություն ենք ունենալու։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան, բարի գալուստ կիզակետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, պարոն Բադալյան։ Եվ այսպես ընտրությունն աշխարհաքաղաքական է, արժեքային է։ Արդյոք այդպիսին է։ Իշխանությունն ամեն կերպ ընդդիմության հիմնական խաղացողներին կապում է Մոսկվայի հետ, Գուբերնիա եւ այլն, ասում են դրա ջատագով են։ Իսկ իրենք փոխարենը ինքնիշխան ու եվրոպական արժեքների կրող։ Եվրամիությունն էլ գալիս է աջակցելու հիբրիդային, այսպես կոչված, սպառնալիքների դեմ։ Իդեպ այդպես էլ պաշտոնապես Հայաստանը չասեց ով է սպառնալիքի աղբյուր երկիրը, խնդրեմ։ Դե այդ սպառնալիքները հիբրիդային գրոհների մասին խոսակցությունները եւ այլն հասկանալի է քարոզչական տեխնոլոգիա է ընդհանրապես, բայց շերտերի իմաստով իհարկե ձեր թվարկած գործնականում բոլոր շերտերը պարունակում է այս ընտրական գործընթացը, հասկանալի է, որ Հայաստանի իշխանության հարցը երբեք ոչ միայն հիմա, երբեք չի եղել միայն Հայաստանի հարց, եւ սա իհարկե բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլ գործնականում մեր, այսպես ասենք, քաշային կատեգորիայի երկրներին։ Եվ այստեղ գլխավոր խնդիրն այն է, թե Հայաստանի հանրությունն ինքը եւ ներքին դերակատարներն իրենք որքանով են կարողանում կառավարել արտաքին հետաքրքրությունները եւ արտաքին շահերի բախումը եւ որքանով են կարողանում Հայաստանը այդտեղ պահել որպես սուբյեկտ եւ ոչ թե թույլ տալ, որ Հայաստանը վերածվի պարզապես օբյեկտի։ Ցավոք սրտի վերջին տարիներին Հայաստանը այն քաղաքականության հետևանքով, որը վարվել է, գործնականում դարձել է օբյեկտ եւ այս կարգավիճակը, ճակերտավոր կարգավիճակը ցավոք սրտի խորանալու է, եթե պահպանվում է այս քաղաքականությունը։ Հետեւաբար ես կարծում եմ հարցադրումը հետեւյալն է. մենք մնում ենք օբյեկտ, թե սուբյեկտ, եթե լայն իմաստով դիտարկենք։ Սա այս ընտրությունն է, որ պետք է կատարի Հայաստանի քաղաքացին, այսինքն Հայաստանի Հանրապետությունը, ես դեռ մի քանի տարի առաջ բնորոշեցի այս քաղաքականությունը, որ Հայաստանը վերածվում է դեկորատիվ պետության։ Հիմա Հայաստանի քաղաքացիները որոշում են, որ մենք մնում ենք դեկորատիվ պետություն, թե այդուհանդերձ դառնում ենք սուբյեկտ պետություն, ինչը նշանակում է բացարձակապես այլ որակներ եւ այլ քաղաքականություն, որովհետեւ մենք կարողանանք վերադառնալ սուբյեկտության։ Այս ընտրության առաջ Հայաստանի քաղաքացին սուբյեկտությունը ենթադրում է հենց դա, այսինքն ոչ թե դու քեզանից միայն ինչ-որ բան ես ներկայացնում, ոչ թե դու ինքդ ես քո ճակատագիրը սահմանողը, քո թե հանրային, թե պետական վարքագիծը սահմանողը, այլ նաև հենց ունես որոշակի արժեքային գաղափարական պարունակություն եւ բովանդակություն, ըստ որի կառուցում ես քո վարքագիծը եւ քո պետական քաղաքականությունը։ Մենք հիմա փաստացի գնում ենք լրիվ հակառակ ճանապարհով եւ ըստ այդմ վերածվում ենք օբյեկտի։ Հիմա քաղաքացին պետք է կատարի հենց այդ ընտրությունը։ Այսինքն իշխանության ինքնիշխան եւ այլն հետ մեղմ ասած համաձայն չեք, այդպես ինքնիշխան կարող է լինել կամ ինքնիշխանության մասին կարող է մտածել եւ կառուցել ինքնիշխան պետական վարքագիծ սուբյեկտ պետությունը։ Օբյեկտ պետությունը, որը գործնականում ամբողջությամբ տրվել է մեկ այլ պետության պատկերացումներին, չի կարող լինել ինքնիշխան։ Ինչ ինքնիշխանության մասին է խոսքը, եթե Հայաստանի Հանրապետությունը սահմանադրություն է պատրաստվում փոխել հարևան պետության, ես նույնիսկ չեմ օգտագործում հակառակորդ պետություն, թշնամի եւ այլն, իրենք մեր հանդեպ այդ ամեն ինչ օգտագործում են, բայց եթե թողնում ենք անգամ այդ ամենը եւ գնահատում ենք հարևան պետության պահանջով,
Հայաստանը փոխում է սահմանադրությունը, որը բացարձակ անհիմն պահանջով, որովհետև անկախության հռչակագրին վերագրվող այդ հավակնոտ պահանջատիրական եւ այլ բնորոշումները դրանք իրավունքից եւ քաղաքականությունից դուրս կամայական գնահատականներ են։ Անկախության հռչակագրում չկա որևէ կամայական ինչ-որ արտահայտություն կամ արձանագրում։ Այդ նույն հղումը Գերագույն խորհուրդների որոշումներին, Հայաստանի Խորհրդային Հանրապետության եւ ԼՂ-ին Գերագույն խորհուրդների որոշումներին, դա իրավական որոշմանը արված հղում է, իրավական որոշման տվյալ պահին միանգամայն սուվերեն եւ միջազգայինորեն ճանաչված խորհրդային միության օրենքների շրջանակում։ Հետո փոխվել է իրավիճակ, բայց այդ որոշումը ինչ որ կամայական հավակնության մասին չէ, դա իրավական քաղաքական ակտին արել։ Իդեպ քանի այդտեղ եկանք, շատերը պնդում են, որ այդ փոփոխությամբ, այսինքն անկախության հռչակագիրը, քանի որ հիմքն է ինչ որ առումով երրորդ հանրապետության, այսինքն լրիվ նոր սահմանադրություն գրելով, կարծես զերոյից նոր պետություն է ստեղծվում, 4-րդ հանրապետություն կուզեկանու դրագին եւ դրանից բխող հիմնականում սպառնալից հետևանքներով Հայաստանի համար, այսինքն հարևանները օրինակ ասում են, վատ հարևանները կարող չճանաչեն, ասեն մենք այն հանրապետության հետ գործ ունենք եւ նոր պահանջներ եւ այլն տարածքային կա այդ վտանգը դրա տակ դրված, այսինքն այդքան խորքային է պետության քանդում նորի կառուցում, թե քանի որ մենք այն process-ը, որ իրականացվում է Հայաստանում, մենք հստակ տեսնում ենք, որ դա Ադրբեջան պետության պատկերացումներով թելադրվող process է, այստեղ չկա քանդելու եւ զրոյից նոր պետություն կառուցելու խնդիր։ Այստեղ խնդիրը շատ պարզ է՝ քանդել եղածը, իրավազուրկ, ապա լեգիտիմ դարձնել եղածը անգամ միջազգային ընկալումներով, այսինքն ասելու համար, որ այն Հայաստանը, որի հետ հենց նույն Ադրբեջանը մոտ 3 տասնամյակ բանակցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, ընդորում առաջին դեմքի մակարդակով բանակցել է այդ թվում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի սկզբունքը ներառող շրջանակով, այդ պետությունն այլևս չկա։ Նաև վերջի բանակցությունները վարող Հայաստանը, չէ՞, ճիշտ եմ հասկանում, նաև ուղիղ բանակցություններ վարող Հայաստանը, հենց հայ-ադրբեջանական, ոչ Ղարաբաղյան։ Այս Հայաստանը իհարկե այլևս հրաժարվում էր այդ ամեն ինչից, եւ Ադրբեջանը դնում էր մի քանի առանցքային պահանջ այդ ամեն ինչի հետքը մաքրելու, այդ թվում ՄԻԱԿ Մինսկի խմբի լուծարումը, բայց Հայաստանի Հանրապետությունը կա, եւ այդ Ադրբեջանը, այն նույն Ալիևը, որ այսօր հայտարարում է Ղարաբաղ չի եղել, չկա եւ այլն, այդ նույն Ալիևը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հայտնի 3 սկզբունքների շրջանակում տասնամյակով բանակցել է Հայաստանի Հանրապետության հետ։ Հիմա ասում դա кейս է, որը հենց Ալիևի դեմ է, դու հիմա հայտարարում ես, որ Արցախը չկա, չի եղել եւ այլն, դու բանակցել ես այդ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համար այդ թվում։ Այսինքն հիմա խնդիր է դրված Մինսկի խումբը լուծարելուց բացի, լուծարելուց հետո լուծարել Հայաստանի Հանրապետություն իրավաքաղաքական միավորը որպես այդպիսին, այսինքն այն իրավաքաղաքական միավորը, որ եղել է Ալիևի բանակցային սեղանի մյուս կողմում մի քանի տասնամյակ, այսինքն 91-ից մինչև որ թիվ, եթե այդպես դիտարկենք, մինչև 2020 գործնականում նույնիսկ 21-ին Հայաստանի իշխանությունը խոսում էր Մինսկի խմբի մասին, խոսում էր Շուշիի, Հադրութի մասին, Լեռնային Ղարաբաղի մասին, եւ 22-ից սկսած բարձրաձայնեցին այդ նշաձողն իջեցնելու ինչ որ պահանջի մասին, եւ հետո արդեն գործնականում այդ process-ը մտավ իրավաքաղաքական փուլ, Պրահայում մեկնարկեց նոր շրջափուլ, այսինքն այդ իրավիճակից սկսած Հայաստանի Հանրապետությունը սկսեց իրեն դուրս դնել Արցախյան հարցից։ Ներկայիս իշխանության քաղաքականությունը այդ ուղին էր որդեգրում եւ անգամ այդ Մինսկի խմբի լուծարման հարցում Հայաստանը նահանջեց իր իսկ պայմանից, այսինքն դա պայման էլ չէր, իր իսկ դիրքորոշումից, երբ հայտարարում էին, որ այդ խմբի լուծարման համատեղ դիմում կստորագրեն, եթե ստորագրվի խաղաղության պայմանագիրը, բայց խաղաղության պայմանագիր չստորագրվեց, իսկ Հայաստանը ստորագրեց Մինսկի խմբի լուծարման այդ համատեղ դիմումը։ Եվ հիմա արդեն մյուս բաղադրիչն է Ադրբեջանի համար դրված, հասնել դրան Հայաստանի Հանրապետություն իրավաքաղաքական միավորի լուծարում, դրանից հետո ինչ որ նոր պետության մասին խոսել անիմաստ է, որովհետև ինչպես նշեցի, դա լինելու է պետություն, օբյեկտ կամ դեկորատիվ պետություն։ Մեր ձեռքով է անում, այսինքն դա։ Այդպես է զգալի։ Ոչ պատերազմով, դուք ձեր ձեռքով ձեր սահմանությունը փոխելով։ Փաստացի Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը որդեգրել է այդ տարբերակը, այսինքն հայտնվել է ամբողջապես հիմա արդեն փափուկ ուժի ազդեցության ներքո եւ մենք տեսնում ենք, որ հետևողական գնում է այն տրամաբանությամբ, որով, ինչպես նշեցի, պայմանական 22-ից մեկնարկել է շատ ակտիվ
ընթացք եւ շարունակելու է այդ ընթացքը, այսինքն այստեղ անգամ հարցն այն չէ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ունի դա փոխելու ցանկություն թե ոչ, այլևս չունի այդ հնարավորությունը, անգամ եթե դիտարկենք, որ կարող է ունենալ փոխելու ցանկություն, որովհետեւ վերջին հաշվով այն ընթացքը, որ կա, դա իրենց կամքով եւ իրենց պատկերացմամբ ձևավորված ընթացք է, հայտնվել Ադրբեջանի այդ թելադրած տրամաբանության։ Հիմա չեն կարող դուրս գալ, որ ուզեն էլ, հա, մոտարապես։ Անգամ ցանկության դեպքում ես կարծում եմ այլևս հնարավոր չէ դուրս գալ, որովհետեւ հենց իրենք են սահմանել, որ դուրս գալը իրենց դեմ ուժային եւ կոշտ գործողությունների առիթ է։ Այ հաջորդ հենց իրենք են այ հաջորդ իշխանությունը, եթե իրենք չլինեն, եկանք դրան։ Փաշինյանը այսօր էլ պնդեց, առավոտյան պնդեց, որ երրագլուխ, այդպես է կոչվում պատերազմի կուսակցությունը, հայտնի անուններ տալով, արդեն այդպես են կնքել, գալու է պատերազմ բերի, նորից այդ թեզը բերեց, մեր օրոք զոհ չի եղել, մենք խաղաղություն եւ այլն եւ այսպես շարունակ, թեև ընդդիմությունը ասում որ իր օրոք են ամեն շատ պատերազմները եղել։ Հիմա սա այդ դրա նորված ձեր ասածի շարունակությունն է, այս ռետորաբանությունը, թե զուտ նախընտրական քարոզչական հնարք ձայներ հավաքելու, թե հենց այսինքն իրականում այդպես է, որ նոր եկող ուժերը, որոնք Փաշինյանը չի լինի, չեն կարող դուրս գալ այդ վիճակից, որ դուք ասում եք հակառակը կտանեն պատերազմի, այստեղ Փաշինյանը ստում է թե ճիշտ է սպառնում։ Փաշինյանը քարոզչական իհարկե իր գործողությունն է իրականացնում, նկատենք թիրախավորում է այն ուժերին, որոնք կամ որոնց շարքում առանձին նրան հաղթելու հնարավորություն ունեցողներ կան, կամ հավաքական իմաստով այդ երեք ուժերի որևէ կոնֆիգուրացիա կարող է նրա համար արժենալ իշխանություն, այսինքն կարող են հաղթել նրան եւ հենց պատահական չէ որ այդ երեքն է թիրախավորվում որպես պատերազմի կուսակցություն։ Մի այսպիսի քննության ենթարկենք իրավիճակը։ Դիցուք այդ երեքից որևէ մեկը կամ երեքը միասին գալիս են իշխանության, կազմում են կոալիցիոն իշխանություն կամ մեկ այլ։ Հիմա մենք կամ որևէ ողջախոհ մարդ համարում է, որ այդ երեք ուժերը առաջնորդվում են ինչ-որ տգիտությամբ եւ գալու են ու անել քայլեր, որոնք իրենց տանելու են պատերազմի եւ դրանով իրենք արդարացնելու են այն, այսպես ասած, կանխատեսումը, որ անում է Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն իրենք գնալու են եւ կանգնելու են ականի վրա, շատ լավ իմանալով, որ այդ ականի վրա կանգնելու դեպքում պայթելու են։ Հիմա սա ում համար նախատեսված, այսպես ասենք, քարոզչություն է, ողջախոհ մարդկանց թե հակառակը։ Ես կարծում եմ որևէ ողջախոհ մարդու մոտ կասկած չի հարուցի, որ Հայաստանի որևէ նոր իշխանություն առավելագույնն է անելու, որպիսի Փաշինյանի այդ կանխատեսումը չարդարանա կամ այդ շանտաժը չարդարանա եւ իրենք էլ չհայտնվեն այդ պատերազմի ականի վրա։ Այստեղ հարց է առաջանում, իսկ այդ դեպքում ո՞նց կարող են փոխել տրամաբանությունը, եթե Փաշինյանը ստեղծել է այդ նախադեպային ընկալումը ոչ միայն Ադրբեջանում, այլ նաեւ միջազգային դերակատարների մոտ։ Այդ Փաշինյանն է ստեղծել այդ նախադեպային ընկալումը։ Այդ նախադեպային ընկալումը իրավական, տրամաբանական, քաղաքական հիմք չունի։ Այդտեղ կա մի հիմք, Փաշինյանը հայտնվել է պարտվածի վիճակում եւ այդ վիճակում եկել հետեւյալ եզրահանգման, որ իշխանությունը կարող է պահել միայն այդ տրամաբանությամբ։ Սա չի նշանակում, որ այդ տրամաբանությունը ուժեղ իրավաքաղաքական հիմք ունի միջազգային իրավունքի եւ այլ սահմանների տրամաբանության մեջ։ Հետեւաբար դիվանագիտությունը միանգամայն ի վիճակի է փորձառու կենսունակ դիվանագիտությունը, որը հիմնված կլինի արդեն Հայաստանի ավելի ուժեղ ներքին որակների վրա, Հայաստանի ներսում արդեն ոչ թե հասարակության տարբեր բևեռների թևերի ծայրահեղ դիմակայության, այլ համակեցության ընդհանուր նորմերի վրա, որտեղ կա մրցակցություն, բայց չկա այդպես ինքնաոչնչացման տրամաբանություն։ Այդ Հայաստանը ի վիճակի է փոխել իրավիճակը, փոխել տրամաբանությունը հայ-ադրբեջանական գործընթացի շուրջ առանց որևէ պատերազմի առիթ տալու, որովհետև փոխել տրամաբանությունը ամենևին չի նշանակում հավակնություն ներկայացնել Ադրբեջանի նկատմամբ։ Անկամ Արցախի հարցում մենք տեսնում ենք, որ Արցախի հարցում որևէ այսպես ասենք ռևանշիստական տրամադրություն որևէ ընդդիմադիր ուժ չի արտահայտում եւ խոսում են առավելագույնը, որ կարող են քննարկել արցախցիների վերադարձի իրավունք, որպես հումանիտար իրավունք միջազգային։ Սրա մասին է, անգամ դրա համար նրանք շատ այլ շրջանակներից քննադատության են արժանանում, ոչ որ փաստորեն ընդունում եք այն ստատուս քվոն, որը արձանագրվել է Փաշինյանի ընթացքում, բայց սա ռացիոնալն է եւ այստեղ հասկանալի է, որ այդ ռացիոնալությունը խախտելու դեպքում որևէ օգտակարություն Հայաստանի համար չի լինելու, այդ թվում նաև ներքին իրավիճակ փոխելու տեսանկյունից։ Սա է պատկերը, այսինքն այստեղ կա բավականին հստակ եւ բավականին խորը մանիպուլյացիա, որը հաշվարկված է ոչ խորը դիտարկումների վրա։
ազդում է, կներեք, դա է այդ մարտավարական առումով դա է ավելի շատ ազդում, քան ընդդիմության պնդածը։ Ես կարծում եմ ոչ, այլապես Նիկոլ Փաշինյանը ինքը չէր գնա հենց այդ շանտաժը գործի դնելուն։ Եթե իր մոտեցումները ավելի համոզիչ լինեին հասարակության համար, նա ինչու պետք է ունենար այդ շանտաժի կարիքը։ Մինչ արդեն ամենավերջին բառն է ասում կոպիտ ասած, ընդհանուր առմամբ նա դիտարկում է իրավիճակը եւ տեսնում, որ այդ շանտաժի անհրաժեշտությունը կա առավելագույն այսպես էֆեկտ ստանալու համար, բայց դարձյալ իմ տպավորությամբ հասարակության մեծ մասը շատ լավ պատկերացնում է, որ դա ընդհանրապես քարոզչական այդ նենգափոխման տրամաբանության մեջ արվող շանտաժ է, իսկ գործնականում պատերազմի եւ խաղաղության հարցը թե հայ-ադրբեջանական տիրույթում եւ թե ընդհանրապես Կովկասում լուծվում է բոլորովին այլ կատեգորիաներով եւ ոչ թե նրանով Հայաստանը խոսում է իր իրավունքների մասին, թե չի խոսում, Հայաստանը անվերապահ անձնատուր է լինում Ադրբեջանին, թե անձնատուր չի լինում։ Այսինքն Փաշինյանի կարող ենք ասել, սա այդ վերջին զենքն է զինանոցի, թե էլի բան ունի պահած, որ չեմ կարծում վերջինը կլինի, այդուհանդերձ իշխանություն է, որը հաստատ կունենա տարբեր սցենարներ, ունենալով նաև ռեսուրսներ եւ որոշակի առավելություն այդ տեսանկյունից որպես իշխանություն, բայց այն, որ սա որոշակի այդպես շատ ազդեցիկ միևնույն ժամանակ հուսահատ տպավորություն է թողնում, կրկնեմ, այլապես ինչու դիմել շանտաժի։ Բայց այստեղ նաև կա գուցե իրավիճակի մի հակառակ պատկեր, այս արձանագրումը նաև խոստովանում է, սրանով Փաշինյանը նաև խոստովանում է թերևս, թե իր քաղաքականությունը իրականում խաղաղության փոխարեն ինչ շատ ավելի վտանգավոր կետի է տանում եւ տարել, եթե առաջացել է այդպիսի իրավիճակ, որ ինքը ընդհանուր կարող է այդպես շանտաժով դիմել հասարակությանը, իր իսկ հասարակությանը եւ մեծ հաշվով իրականացնել այն շանտաժի գործառույթը, որը մինչև երևի թե 2024-ի վերջ մեծ հաշվով Ադրբեջանն էր իրականացնում ուղիղ շանտաժը։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ինքն է ստանձնել այդ պարտականությունը, այդ գործառույթը եւ այստեղ հարց է առաջանում, թե այդ ինչ կետի է ինքը հասցրել իրավիճակը, որ կարող է ահա այդպիսի դիլեմա առաջանալ։ Այն դեպքում, երբ ինքը կարծես թե խոսում է խաղաղության մասին։ Հետևաբար այստեղ իհարկե ընդդիմությունը, ընդդիմադիր ուժերը պետք է շատ լուրջ վերաբերեն սրան, այսինքն ամենևին չհամարեն, որ սա պարզապես դատարկ շանտաժ է, որովհետև կրկնեմ, այս հարցն էլ անգամ Փաշինյանից չի կախված, Փաշինյանով չի պայմանավորված։ Պատերազմի եւ խաղաղության հարցը ամբողջ աշխարհում է այսօր դրված շատ սուր եւ բոլոր տեղերում է ենթակա տուրբուլենտության։ Հետևաբար այս հարցին պետք է շատ լուրջ վերաբերել, բայց լուրջ վերաբերել նշանակում է առավել լուրջ պատրաստվել դիվանագիտական մեխանիզմներով այստեղ ռիսկերը կառավարելուն եւ չեզոքացնելուն, ինչը միանգամայն հնարավոր է, եթե Հայաստանի ներքին որակները փոխվում են, եթե դրանք չեն փոխվում, եթե Հայաստանում իշխանությունը շարունակում է լինել մի ուժ, որը սնուցվում է ներքին ծայրահեղ բևեռացված տրամադրություններով, իսկ այսօր հենց այդպիսի ուժ է եւ նույնիսկ կապ չունի ինչպիսին է անունը այդ ուժի առաջնորդի։ Եթե ուժը գործում է այդ տրամաբանությամբ, այդ պատվանդանով, դա է Հայաստանի քաղաքական պատվանդանը, այդ պատվանդանը անգամ քամու դեմ անզոր է լինելու։ Զինանոցից խոսենք, Փաշինյանն արդյոք կգնա, եթե այդ հիբրիդային տրամաբանությունը շարունակեն, գնա մինչև վերջ Եվրամիության աջակցությունն էլ եկավ շատ նմանվում է գնալով Մոլդովային։ Կարող է այդ սցենարը կիրառելով գնան վերջում տեսնելով այդ երեք ուժերից մեկին կամ երկուսին եւ այլն փակելու, արգելափակելու, կասեցնելու, որտեղ նման բան ակնարկներ արդեն կան իշխանության կողմից մի քանի անգամ եղել են, կգնան դրան։ Հնարավոր է ամեն ինչ, որովհետեւ խաղադրույքը շատ բարձր է եւ շատ բարձր է ոչ միայն ներքին իմաստով, բայց նաեւ չբացառելով այդ սցենարները ես կհամարեմ, որ պետք չէ բացառել եւ այն, որ Նիկոլ Փաշինյանը գուցե նաև դիտարկում է սցենար, երբ ինքը կթողնի իշխանությունը, այսինքն այդ սցենարի դիտարկումը բնական է հրապարակավ չէր արվելու։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը եթե անգամ դիտարկում է այդպիսի սցենար, նա չէր հայտարարելու այդ մասին կամ չէր գրելու որևէ տեղ։ Նա պետք է ցույց տա, որ պայքարում է իշխանության համար։ Ինչու՞։ Բայց ինքը խոստովանում է, թե ինչ կետի է հասցրել։ Այսինքն դուք չեք բացառում, որ դա քննարկում է, իր մտքում կա, հա։ Այո։ Եվ ըստ այդմ, ինչպես նշեցի, ինքը խոստովանում է, որ հասցրել է բավականին ծանր կետի եւ միևնույն ժամանակ տեսնում ենք, որ իրավիճակը միջազգային առումով ամենևին հոգուտ կայունության եւ խաղաղության հեռանկարների չէ եւ այստեղ կրկնեմ միայն հայ-ադրբեջանական հարաբերություններում եղած վիճակը էական չէ։
խաղադրույքը Կովկասի առումով բարձր է եւ դեռ շարունակելու է բարձրանալ, սա անկասկած է։ Այս տեսանկյունից ինքը պատկերացնում է վտանգները եւ դրա համար ես ամենևին չեմ բացառում, որ նույնիսկ ունենա շահագրգռություն եւս մեկ անգամ չմնալ այդ վտանգների ներքո։ Նաեւ դրա համար եմ ասում, որ այս պատերազմի եւ խաղաղության շանտաժը երբ անում է, մի կողմից պետք է հասկանալ, որ սա բացարձակապես կապ չունի Հայաստանում ինքը կմնա իշխանության թե ոչ, խաղաղության պատերազմի հարցը դրա հետ բացարձակապես կապ չունի եւ հակառակը հենց արկա ռիսկերը, որ բխում են միջազգային իրողությունների տրամաբանությունից, այդ ռիսկերը առավել արդյունավետ կառավարելու եւ չեզոքացնելու համար Հայաստանում կենսական անհրաժեշտություն է իշխանության փոփոխություն եւ ներքին հարաբերությունների որակի փոփոխություն, այսինքն միայն իշխանության փոփոխություն այստեղ բոլորովին բավարար չէ։ Այսքան անգամ որ ընդդիմությունը պնդում է այդքան իշխանությունը ըստ ընդդիմության եւ վերլուծաբանի այդքան իշխանություն սիրող Փաշինյանը անգամ կարող է կարող մտքի մեջ չբացառել, որ ավելի իրեն ձեռնտու շահեկան է չմնալ այդ իշխանության, հանգիստ միտեղ վայելել հետ իշխանական մնալ, որովհետեւ ըստ ձեզ գիտակցում է թե ինչի է հասցրել, ճիշտ եմ հասկանում։ Վայելելու մասին իհարկե ես չեմ կարող ասել, հնարավոր է վայելել թե ոչ, բայց անկասկած է այդպիսի սցենար դիտարկելիս նա դիտարկելու է իր անվտանգության հարցը եւս, այսինքն այլապես նա կգործի իշխանություն կամ մահ կամ իշխանություն կամ ամեն ինչ, այսպես կամ ոչինչ տրամաբանության մեջ։ Եթե դիտարկում է այդպիսի սցենար, ապա իր անվտանգության հարցը պետք է դիտարկվի, բայց կրկնեմ, այս ամեն ինչը լինելու պարագայում անգամ որևէ կերպ ի ցույց չի դրվելու, որտեղ իշխանություն երևույթը շատ բարդ է եւ իշխանության գալը երբեմն ու այն պահելը գուցե ոչ պակաս, ոչ ավելի դժվար է, քան իշխանությունը թողնելը այսպիսի երկրներում, հատկապես ունենալով իշխանությանը այդպիսի բեռ, բայց կրկնեմ, ես ամենևին չեմ բացառի, որ Նիկոլ Փաշինյանը դիտարկի նաև այդպիսի սցենարի հնարավորություն։ Մենք ինչի մասին որ խոսում ենք, ուղիղ հասկացնում, սա էգզիստենցիալ, առումով գոյաբանական խնդիր այդուհանդերձ կա Հայաստանի առաջ։ Ընդդիմությունն էլ ասում է իր բառապաշարում, բայց համարժեք գործում է թե ոչ այս փուլում, այդ խոշոր խաղացողների մասին է խոսքը։ Նրանք համարժեք են հենց դրան են գնում դա չեզոքացնելու համար ամբողջ ուժը ներդնում են եւ արդյոք այդ 3-4 բևեռով թե մեկ միասնական ցուցակ որն է հաղթական մարտավարությունը, ասես ձեր դիտարկմամբ։ Գործադրում են արդյոք ամբողջ ուժը իրենց, ես չեմ կարող ասել, որովհետև չեմ տիրապետում իրենց ամբողջ ուժի այդ պաշարին։ Միշտ էլ հնարավոր է իհարկե ասել, որ կարելի է անել ավելին, եւ հասարակությունը որպես այդպեսին ցանկացած քաղաքական ուժից միշտ պետք է պահանջի եւ ակնկալի ավելին։ Բայց ընդհանուր առմամբ ես կարծում եմ համարժեք եւ որոշակի արդյունավետությամբ աշխատում են եւ դարձյալ գամ են մտքին, որ դրա վկայությունն է իշխանության այդ մտահոգությունների ընդհանուր էմոցիոնալ մակարդակով դրսևորումը։ Թեպետ կարծում եմ նաեւ պետք չէ հայտնվել այն ծուղակում, որ իշխանությունը էմոցիոնալ ինչ որ խոճապային բանի մեջ է։ Հանգստանալ դրա վրա, որ ռեժիմը խոճապի մեջ է, հիշում եք տասնամյակով Հայաստանի հետ ձևակերպում, այդ ծուղակները եւս պետք չէ ընկնել։ Ընդհանուր ինչպիսին է ձևաչափը մասնակցության եւ արդյունավետը որն է, իմ գնահատմամբ արդյունավետը որոշակի այսպես առաջնորդող բլոկային տարբերակն է, որովհետեւ իմ խորին համոզմամբ հասարակությունը որպես այդպիսին գուցե ճնշող մեծամասնությամբ չի վստահում այս իշխանությանը, բայց նույն ճնշող մեծամասնությամբ վստահություն ընդդիմության հանդեպ որպես այդպես հավաքական միավոր կարծում եմ չունի եւ հետեւաբար առավելագույն ընդդիմադիր էլեկտորատ մոբիլիզացնելու տարբերակը իմ կարծիքով որոշակի առաջնորդված այսպես բլոկային մասնակցություն։ Ինչը հիմա ենք տեսնում, ճիշտ եմ հասկանում, ինչի սահմանը տեսնում ենք հիմա։ Մոտավորապես տեսնում ենք հիմա այդ ամբողջացումը այդ տրամաբանության, ինչու, որովհետև նաև կարծում եմ, որ այստեղ ընդդիմադիր ուժերի ընկալումները հասարակության մեջ շատ տարբեր են եւ այդ միացումը, մեկ միասնական մարմնի ձևավորումը չեմ կարծում, թե այդպես նույն մաթեմատիկական տրամաբանությամբ լինի գումարելիների տեղափոխումից գումարը չի փոխվում այս սկզբունքով։ Գումարը կարող է փոխվել եւ կարող է նվազել, որովհետեւ մեկը այսպես պայմանական ասեմ, X ընդդիմադիր ուժին համակրում է, Y-ին չի համակրում։ X-ի համար կգնա քվեարկելու, Y-ի համար չի գնա քվեարկելու։ Սա իհարկե այդպես բավական հանգամանալից ուսումնասիրման ենթակա է ընդհանրապես էլեկտորատի
տրամաբանությունը ընդդիմադիր էլեկտորատի, բայց կարծում եմ ընդհանուր առմամբ այդպես միասնականությունը չի լինելու, մեկ միասնական միավորը չի լինելու էֆեկտիվ։ Եվ իդեպ նաև տեսնում ենք, որ Փաշինյանն ինքը փորձում է ստեղծել իրավիճակ, երբ ընդդիմությանը կներկայացնի մեկ ընդհանուր զամբյուղ։ Այդպես էլ ասում է, եռագլուխ, որովհետև դա բխում է իր շահերից, այսինքն ցույց տալ, որ այս ամբողջը մեկ ընդդիմություն է եւ այդ մեկ ընդդիմությունը նախկինների ռեինկարնացիա է եւ վերջ։ Եվ այս տեսանկյունից իհարկե մեկ միասնական ձևաչափը կարծում եմ նրան ավելի մեծ հնարավորություն կտա այդ սցենարը օգտագործել եւ խաղալ։ Այսինքն ինքն էլ է հասկանում, որ մեկ ներկայացնելով իր համար շահեկան կլինի, դրա համար է այդպես ներկայացնում։ Ճիշտ հասկացած ես։ Սպիտակ տրամաբանությունը նրա համար միշտ եղել է առավել հարմարավետը ներքին պայքարում եւ ավելին, ինչպես նշեցի, նրա իշխանությունը ընդհանրապես այդ իշխանական պատվանդանը սնուցվում է հնարավորինս բևեռացված եւ ծայրահեղ դիմակայությամբ, այդ թվում է սպիտակ տրամաբանությամբ։ Ու վերջում արցախցիներին փախնող անվանելով մի կողմից, մյուս կողմից ասում է վանեցի մշեցի ասելով դուք ոնց որ թե էլի բան եք, հա, ռևանշիստ եք կոպիտ ասած, մարդը չպետք է ասի ես որտեղից եմ, էլի պատմական արդարությունը չեմ հետապնդելու, պաշտպանելու, այդ արմատներից մի տեսակ կտրելու եւ այլն, ու դա ու այդ արցախցիներին փախնող անվանելը, սա ինչ է, այսինքն էլի հետ իշխանական իր համար ալիբի ապահովել է, մեղավորները ի վերջո չէ փնտրում, ովքեր էին մեղավոր, որ պարտվեցին կամ Արցախը հայաթափվեց։ Եվ երկրորդ մասով էլ արդյոք այդ վանեցի մշեցի քո մոռանալը դա պրագմատիկ ժամանակակից պետության ցուցիչ է, հա, հիշողություն։ Ես որ օրինակ չգիտեմ, անմիջապես Իսրայելն եմ պատկերացնում եւ վերջ։ Սա ինչ է։ Դա հենց այն է, ինչ նշեցինք սկզբում, որ Հայաստանը իր քաղաքականությամբ հայտնվել է ադրբեջանական պատկերացումների ներքո, բնական է, այդտեղ մի քիչ ավելի վերադաս իմաստով կա նաև Թուրքիան։ Իսկ դա process է, այսինքն քաղաքականությունը երբեք մեկանգամյա ակտ չէ։ Մտնելով այդ process-ի մեջ, դու անընդհատ շարունակելու ես լինել եւ անընդհատ այդպես նոր տարածքներ ես վերցնելու այդ տրամաբանությամբ։ Իսկ նոր տարածքներ վերցնելը հենց դա է, եղած ինքնությունը, հայկական եղած ինքնությունը, պատկերացումները հանրային եւ այլն, հետեւողականորեն քանդել։ Սա վերջ չունեցող գործընթաց է, այն պարզ տրամաբանությամբ, որ քաղաքականությունը վերջ չունի։ Հետեւաբար, եթե X որակով ընթանում է, կամ ընթանալու է մինչև այսպես լիակատար զրոյացում, կամ պետք է փոխվի այդ քաղաքականությունը։ Հիմա նշեցի, որ այս իշխանությունը այլևս անցել է թերևս այն կետերը, երբ կարող է փոխել իր քաղաքականությունը, եթե անգամ ունի մեծ ցանկություն։ Ըստ այդմ հարցը գալիս է հետևյալը. Հայաստանի հասարակությունը ունի ցանկություն եւ պատրաստակամություն փոխել քաղաքականությունը։ Այս հարցն է, այլապես այդ շարունակությունը գնալու է, այսինքն եթե օրինակ հիմա Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ արցախցիները փախել են, իրենց այդքան միլիարդներ էին կիզուր տալիս, որ այնտեղ մնան եւ այլն, որևէ մեկը թող չկասկածի, որ վաղը Նիկոլ Փաշինյանը նույն սառնասրտությամբ եւ օրինակ այդ մետրոյի հայտնի դրվագի նույն էմոցիոնալ խաղարկմամբ չի ասելու, որ սյունեցիները փախան, իսկ մենք այդքան բան էինք տալիս կամ չգիտեմ ճանապարհ էինք կառուցում, որ մնային եւ այլն, չի ասելու, որ տավուշցիները փախան, Գեղարքունիքի բնակիչները փախան եւ այլն, այսինքն սա քաղաքականություն է, որը ունենալու է շարունակություն, չի կանգնելու եւ հետեւաբար կրկնեմ, հարցը այդ է, մենք կարողանում ենք փոխել այս քաղաքականությունը, թե ոչ։ Շատերը տանում են իրավիճակը հետևյալ տրամաբանության, որ այստեղ ընդհանրապես անձերի կամ ուժերի փոփոխության հարց է, բացարձակապես այստեղ Հայաստանի քաղաքականության փոփոխության հարց է, այդ հարցը պետք է լուծի հանրությունը։ Սա չի նշանակում, որ այդ փոփոխությունը բերելու է մի ինչ-որ իդեալական երազային միջավայր։ Դա տալու է նոր հնարավորություններ։ Դե կյանքը եւ ընդհանրապես պետությունների, հասարակությունների կյանքը դա է, այսինքն անընդհատ փնտրել նոր հնարավորություններ, առավել եւս պարտություններից եւ աղետներից հետո։ Բայց ամբողջ հարցն էլ այստեղ ինչն է, մյուս էական խնդիրը, որ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տալիս նաև, որպեսզի հայ հանրությունը գիտակցի իր պարտությունը, հասկանա պարտությունը, որովհետև եթե չգիտակցես ինչ կատարվեց եւ ինչպես պարտվեցիր, դու չես կարող ռացիոնալ վերականգնման ուղում հայտնվել։ Դու չես կարող էապես մտածել վերականգնման մասին։ Հիմա ինչ է փոխանցում Նիկոլ Փաշինյանը, որ դուք չեք պարտվել։ Հակառակը զոհողությունների գնով պետություն ենք մենք հաղթել ենք, մենք ստեղի է ունեցել այն, ինչ մեզ պետք էր, ինչ մենք ուզում ենք։ Այսինքն հանրային ընկալումներին ենք փոխում։ Բնական է, եթե այդ ընկալումներով ապրի հասարակությունը, 1000 տարի էլ չի մտածի, որ պետք է ինչ-որ բան փոխել եւ պետք է
ինչ որ վերականգնման մասին մտածել։ Սա է խնդիրը եւ այս խնդիրը իհարկե պետք է նաեւ բացատրել հասարակությանը հետեւականորեն։ Տեսնենք ընդդիմությանը քաջողվի թե ոչ, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ես։ Հիշեցնեմ կիզակետում այսօր քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն էր, կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, կհանդիպենք